1992 թվականի սեպտեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները Սոչիում համաձայնագիր էին ստորագրել 2 ամսով հրադադար սահմանելու մասին։ Փաստաթուղթը նախատեսում էր Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Բելարուսի և Վրաստանի զինվորական դիտորդների տեղակայում իրենց հատկացված գոտիներում։ Իրականում տեղակայվել էին միայն Ռուսաստանի դիտորդները։ Ընդ որում Հայաստանում նրանք հյուսիսում և հյուսիս-արևելքում էին, որտեղ համեմատաբար հանգիստ էր։ Հայաստանի հարավում և Արցախում, որտեղ լայնածավալ պատերազմ էր ընթանում, դիտորդներ չկային։ Ռուսաստանցի դիտորդների ղեկավարը չէր թաքցնում, որ իրենց աշխատանքը լիարժեք չէ։ Любое введение миротворческих сил или наблюдательно должно быть согласовано с обеих сторон, согласовано нейтральной стороной. И в первую очередь должен быть выработан механизм для того, чтобы тот, кто нарушает, отвечал за это. Для того, чтобы механизма такого реально не было выработано, эта миссия, конечно, она много не принесет. Даже если будут там миротворческие силы, не будет механизма воздействия на нарушителей, она пройдет тоже так, будут бить и эти миротворческие силы. Խնդիրը նաև այն էր, որ 1992 թվականին Ռուսաստանի դիվանագետները և պաշտպանության նախարար Պավել Գրաչովը մրցակցում էին գլխավոր միջնորդի դափնիների համար։ Ռուսաստանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Վլադիմիր Կազիմիրովը տարիներ անց ասել էր, որ Սոչիի համաձայնագիրը Գրաչովի ինքնագործունեության արդյունք էր։ Կազիմիրովը պնդում էր, որ պաշտպանության նախարարը չէր համաձայնեցրել այն Ռուսաստանի արտգործնախարարության հետ, ինչի հետևանքով Ուկրաինան, Բելարուսը, Ղազախստանն ու Վրաստանը հրաժարվեցին դիտորդներ ուղարկել։